Սիրելի հայրենակիցներ, մի փոքր առաջ տեսակ թե ինչ տեղի ունեցավ, Նիկոլ Փաշինյանը հերթական զիջումներին է գնում Ադրբեջանին եւ Ադրբեջանը այս ամեն ինչից ոչ թե ինչ որ խաղաղության է գնալու, ես ձեզ վստահեցնում եմ, որ այս ամեն ինչը ստանալուց, արձանագրելուց մի փոքր առաջ եւս հայտարարություն եղավ Ալիևի կողմից, որ այս ամենը պետքա թղթի վրա արձանագրվի, այսինքն Ալիևը այդ թուղթն է ցանկանում վերցնի, երբ որ Նիկոլ Փաշինյանը այս զիջումները արեց, Ալիևը այդ ընդունեց այն ինչ որ այսօր Ալիևն է պահանջ դրել, Ալիևը սրա հիմքի վրա ոչ թե գնալու է խաղաղության, սկսելու է հերթական ռազմական գործողություն եւ ողջ աշխարհին ասելու է, որ Հայաստանը արդեն ընդունել է այն կետերը, որոնք դրված է Փաշինյանի առաջ, այդ թվում այդ քրեական գործերը հետ կանչել միջազգային հարտակներից, այնտեղ չգիտեմ մի շարք կետեր, որոնք բխում են ոչ Հայաստանի շահերից, այս կետերի հիման վրա Ալիևը փորձելու է իր ագրեսիան արդարացնել եւ ասել, որ տեսեք Հայաստանը ընդունել է, որ ինքը մեղավոր է, որ ինքը տասնյակ տարիներ այս տերորիստական խմբեր են եղել Արցախում եւ այլն եւ այլն եւ այլն, հետո դա հիմք դարձնելով այդ փաստաթուղթը, որ ուզում է այսօր Ալիևը, դա հիմք դարձնելով հարձակում է գործելու Հայաստանի վրա եւ ասելու է, որ Հայաստանի Հանրապետությունը սպառնալիք է Ադրբեջանի համար եւ Հայաստանի Հանրապետություն, անկախ Հայաստանի Հանրապետություն չպետք է լինի եւ այս ֆոնին, երբ որ այսօր տարել են բարի սուղիղ իմաստով սարքել են թուրքի ստրուկ, թուրքի հրամանով սահմանադրություն են փոխում, չգիտեմ ինչեր են անում, այսօր մի հատ արևմտյան լիրբ իհայտ չի գալիս, բայց այս որ նույնը ասեր Ռուսաստանը, օրինակ Ռուսաստանը հայտարարեց փոխեք ձեր սահմանադրությունը, այդ լրբերը, Բաբաջանյանը, Ստյոպիկը, այս որ ձեզ տասնյակ տարիներ խաբել են, ստել են, կերակրել են, Եվրոպային գնում, չգիտեմ որտեղ են գնում, ըստ Ալիևի պահանջի, ժողովուրդ ջան, եվրոպական այդ դիտորդները եւս պետքա դուրս գան Հայաստանից, հանել է տալիս, ամբողջությամբ Ռուսաստանի դեմ հանել է Հայաստանին, հիմա եվրադիտորդներին հանել է տալիս, որ հայերին ցեղասպանի բարի սուղիղ իմաստով իր մեծ եղբայր Թուրքիայի օգնությամբ, այն Թուրքիայի կոշիկները, որ Նիկոլ այսօր լպստելով մանա գալիս, իրան աղբերա հրճակե բան, այդ Թուրքիայի հովանավորությամբ պետք է ցեղասպանեն հայերին, այստեղ հիմա կասեք հա լավ խոսում ենք եւ շանսը լուծումը որն է, միակ շանսը դա Ռուսաստանի հետ շատ արագ հարաբերությունները կարգավորելն է, ցեղասպանությունից խուսափելու միակ շանսը, ռեալ շանսը դա է այսօր, արևմուտքի թուրքի լամուկներին եղավ քանի տարի հավատում եք, ինչ են բերում ձեր գլխին, եւ հետեւապես պետքա հետեւություն անեք, թե ում հավատաք, ում լսեք, ես ձեզ ասում եմ, կբերեն նոր ցեղասպանություն, ասել եմ դեռևս 5 տարի շարունակ, այս գլոբալիստա թուրքական ուժերը, որ մխրճված են մեր երկրի մեջ, սրանցից ազատվելու միակ ճանապարհը, ժողովուրդ ջան, նորից եմ ասում, պետքա գա ռեալ լուրջ ղեկավար, ով ի վիճակի կլինի Ռուսաստանի հետ բանակցելու, Էսա մեր փրկությունը լինելու, մենք չենք կարող 90 միլիոնանոց Թուրքիայի դեմ, որը մտել է երկրի ներսից, տիրում է ամեն ինչին, խլում է ամեն ինչը, դուք չեք պատկերացնում ինչպիսի ուժեր են դրանք, դա միայն Ադրբեջանը չի, Ադրբեջանի հետ գործում են շատ մեծ ուժեր, եւ այդ ուժերին կանգնեցնելու միակ ճանապարհը ես ձեզ ասում եմ, չկա ոչ մի Եվրոպա չի փրկելու, այսքան տարի տանում են Եվրոպա, բա ուր է, ինչի են Եվրոպան այդ երբանից դառավ Ադրբեջանը Եվրոպա, դուք չեք հասկանում, որ մենք գնում ենք Ադրբեջանի լծի տակ, ինչ Եվրոպա, ինչ կապիկություն են անում, ստափեք, հետևություններ արեք, ռեալ լուրջ մարդիկ են մեզ պետք, լուրջ գործիչներ, լուրջ ղեկավարներ,
Այս գլոբալիստների ուժերի մեջ չմտած ղեկավարներ, պետականամետ մարդիկ։ Եվ էսա ձեր պատասխանը, ես նորից եմ, այս փրճոտին ու իրա թիմին, որ կերակրվել են այս թուրքի փալասներին, ասում եմ Ալիևը այդ թուղթը ստանալուց հետո ագրեսիա է սկսելու, ագրեսիա ու այդ թղթով արտարանալու է, այդ թուղթը հիմք է դառնալու, այդ թուղթը դնելու է ցույց տա, որ դուք համաձայնվել եք, որ դուք տերորիստական գործողություն եք արել, դուք համաձայնվել եք, որ 30 տարի Ադրբեջանի համար սպառնալիք է եղել Հայաստանը, դուք Նիկոլը համաձայնվում է այսօր այդ ընդունում է, եւ այդ հիմք համարելով Ադրբեջանը ստանալու է այդ թուղթը ու մեր դեմ նոր ագրեսիա իրականացնի, արտարանալով մեծ պետությունների առաջ Նիկոլի ստորագրությունները դնելով նրանց առաջ, սթափվեք։